այսօր սպառնում է Պուտինը, որ Հարավկովկասյան երկաթուղին դեմ է ընդհանրապես որպեսի մասնակցի այդ գործընթացին։ Ռազմաբազան ինքը տեղով սպառնալիք է, ական է մեր պետության հիմքում, այդ ռազմաբազան պիտի դուրս գա, հապկի վերաբերյալ քննարկում պիտի սկսվի, ԵԱՏՄ-ից մենք պիտի դուրս գանք, որտեղ այն ինչ որ հիմա արվում է, երեք էլ հայտարարել են, որ ադրբեջանցիներին Ադրբեջանի ապրանքներով պիտի փոխարինեն հայկական սահմանափակված ապրանքները, դրանից ավելի լավ պատճառ, որ մենք հենց հիմա գործընթաց սկսենք ԵԱՏՄ-ից դուրս գալու, էլ ինչ է պետք։ Շնորհակալություն Նարեկ Կարապետյան։ Խաղաղության գործընթացի շրջանակներում խաղաղությունը անխուսափելի է։ Այս իշխանությունը արդեն տվել է ամեն ինչ եւ Ադրբեջանի պետությունը չունի հասնելու որևէ բան, բացի Հայաստան ադրբեջանցիներ տեղափոխելուց։ Խաղաղությունը կարող է լինել երկու ձև, հարգելի հայրենակիցներ։ Թույլ եւ ամուր խաղաղություն։ Թույլ խաղաղությունը ադրբեջանցիներով համեմված խաղաղությունը։ Այստեղից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա Նախիջևանում 15 օրից տեղի ունենալու Օրդուբադում տեղի ունենալու արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ֆորումը, որի մասին մեր երկրի ղեկավարությունը ուղղակի մտահոգություն է հայտնում։ Մենք պետք է ունենանք ամուր խաղաղությունը, դա ադրբեջանցիների վերադարձի կանխարգելումով խաղաղությունն է, որպեսզի նրանք 10 օրից ավել մեր հայրենիքում չկարողանան լինել։ Դա բոլորիս է ձեռնտու, դա ձեր երեխաներին, մեր երեխաներին է ձեռնտու։ Վերջ, պարոնակ։ Ես պաշտոնապես ասում եմ ադրբեջանցիների վերադարձի թեմա Փաշինյան, դեռ շրջաններ ունենալու են քննարկելու։ Մի րոպե։ Պարոն Թաթյանը, ում եք հարցը ուղղում։ Հարցը ուղղում եմ Նարեկ Կարապետյանին։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի այդ թեման բավականին քննարկվեց եւ քննարկվում է։ Փաստ է, որ մեր երկրի անվտանգության առնչվող հարցը կխնդրեի ուղղակի մանրամասներով դուք բացատրեիք, դուք որտեղ եք տեսնում դրա վտանգները եւ լուծումները դրա։ Շնորհակալ եմ, պարոն Թաթոյան։ Ադրբեջանի նախագահ հայտարարել է, որ նրանք պետք է Հայաստան վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով եւ դրա պատասխանատվությունը դրել է Ադրբեջանի պետության վրա։ Բացի դրանից Հիկմետ Հաջիևը իր օգնականը 15 օր առաջ խոսել է 300,000 ադրբեջանցիներից։ Նրանք ֆորումներ են կազմակերպում Հայաստան վերադարձի հետ կապված։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հաշվետվության մեջ գրված է, որ խաղաղության կառուցման վրա բացաբար ազդող ռիսկային գործոնը Ադրբեջանի կողմից պետական մագարտակով առաջ տարվող արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ուղեկցող գործողությունները, այսինքն սրա մասին պետությունը գիտի, հայտնեք մեր հանրությանը, ասեք ճշմարտությունը, մարդիկ պետք է իմանան ինչ են ընտրում, մարդիկ պետք է իմանան ով է գալիս, տեղյակ պահեք մեր հանրությանը, թե ովքեր են գալիս մեր հայրենիք, եւ դա կօգնի ժողովրդին ճիշտ ընկալել 3 օր հետո ճիշտ ընտրություն անել։ Գիտեք, այստեղ հարցը, սա կարևորագույն հարց է եւ առավել քան որևէ մեկը քան ես տեղյակ չի այսքան խորացած այս հարցերի հետ կապված։ Հարցը, տեսեք, երբ որ մենք այդ վտանգները կան, բայց երբ որ մենք 300,000 ենք անում, տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ մանիպուլացնում է։ Հարցը հետեւյալն է, այդքան 300,000-ը չի։ Ինչքան սա Հայաստանը զավթելու ծրագիր է։ Սա Հայաստանը օկուպացնելու ծրագիր է։ Սա է խնդիրը, որ Ադրբեջանի նախագահը չի համարում մեր երկիրը հայերի հայրենիք, այլ համարում է իր հայրենիք։ Ես սկզբում մեջ բերեցի Նիկոլ Փաշինյանի խոսքերը, Ալիևի խոսքերը, կոնտրաստ չկա։ Նույն խոսքերը, նա էլ է ասում այստեղ հայկական պետություն չի եղել, հայեր չեն ասել, այն էլ է ասում այստեղ հայեր չեն ասել։ Եվ նրանց խնդիրը հետեւյալն է, Հայաստան չկա, հետեւաբար օկուպացիոն ծրագիրը սա է, այս սա է։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այդպիսի թեմա չի եղել, չկա եւ չի լինելու։ Այդ բոլոր այդ թեմաները Հայաստանի ներքաղաքական դաշտ ներմուծում են լրտեսական երրագլուխ կուսակցությունը հիբրիդային պայքարի նպատակով։ Այդ ներքին պրոցեսները, դրանք վերաբերվում են Ադրբեջանի ներքին պրոցեսներին, որոնք Հայաստանի հետ կապ չունեն, եւ ինչքան Հայաստանում թեժացվում է Ղարաբաղի վերադարձի, 500,000 հայերի վերադարձի թեման, մեկը մյուսին հակադարձում են։ Մենք ասում ենք, որ 500,000 հայերի վերադարձի թեման մենք փակել ենք։ Ղարաբաղի շարժման էջը մենք փակել ենք եւ այդպիսով մենք փակել ենք նաեւ ադրբեջանցիների վերադարձի թեման։
Ինչ ասում Ադրբեջանը ասում էր միջանցք պետք է լինի Հայաստանով չկա միջանցք Ադրբեջանը ասում էր որ Հայաստանը չպետք է սպառազինություն եւ բանակ ունենա եւ այս ընդդիմությունն ասում էր որ ես Էրդողանի եւ Ալիևի առաջ պարտավորվել եմ որ բանակ չունենանք մայիսի 28-ին մենք ցույց տվեցինք եւ փակեցինք բոլոր բերանները սա հիբրիդային կեղծ օրակարգ է ես երաշխավորում եմ որ այդպիսի բան չի եղել չկա եւ չի լինելու ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ դա երաշխավորում եմ Սուրեն Պետրոսյան Հետո Մարուկյան, հետո Բաբաջանյան Ծառայությունը տեղակ է դրա մասին Լրություն ժամանակը կա հստակ մի իրականություն Ղարաբաղի ինքնորոշումն է Կա հստակ մի իրականություն Հայաստանի Հանրապետության իշխանությունը անվտանգություն եւ արտաքին քաղաքականության իրականացումը պատվիրակել է Ադրբեջանին բայց նաեւ կա մյուս իրականությունը Տիտղոսակիր ընդդիմությունը եւ պարլամենտական ընդդիմությունը այնպիսի տպավորություն է որ իշխանության հետ միասին մեզ ընտելացնում են ադրբեջանցիների բնակեցման ծրագրին եւ ընտելացնում են ադրբեջանական այդ նարատիվներին առավոտից երեկո այդ հոլովակներով հայերը ադրբեջանցիներին հրապարակում դրա իմ խոսքը մի ընդհատեք իմ խոսքը մի ընդհատեք Ես ասեցի իշխանությունը պատվիրակել է անվտանգության արտաքին քաղաքականությունը, բայց պարլամենտական ընդդիմություն եւ տիտղոսակիր ընդդիմությունը օրը 24 ժամ սպասարկում է իշխանության օրակարգ եւ Հայաստանին անընդհատ Հայաստանի Հանրապետության բնակչությանը անընդհատ ենթարկում են 24 ժամ տերորի։ Չի կարելի Հայաստանի Հանրապետության ընտելացնել ադրբեջանցիներին եւ այդ օրակարգերին։ Չի կարելի։ Էդմոն Մարուկյան, հետո Բաբաջանյան Սիրելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետությունից եւ Շիրինյանն էլ Սիրելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետությունից երբ որ ադրբեջանցիները գնացել են նրանք ստացել են փոխհատուցում նրանց ճանապարհել են ոստիկանական մեքենաներով այդ ամենի արխիվը կա եւ նրանք ըստ էության իրենց վերադարձի իրավունքից զրկված են այնտեղ խոսում են գալու մասին վերադարձու մասին չեն խոսում ինչ վերաբերում է հայերի մասին ապա հայերը իրավունք ունեն վերադառնալու Ադրբեջան այդ հարցը պետքա լինի օրակարգում մենք ունենք փախստականներ Սումգայիթից Բաքվից եւ մնացած ինչ վերաբերում է Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղի ժողովուրդը ունի վերադարձի իրավունք այն իմաստով, որ նրանք ինքնավարություն են ունեցել։ Այս հարցերը եթե մնան մեր օրակարգում, Ադրբեջանում չի կարող ծնվել գալու օրակարգ։ Շատ լավ։ Մեր օրակարգից հանվեց իրանք բերելու են։ Հիմա Բաբաջանյան։ Պետք է մեր օրակարգում լինի։ Շատ լավ։ Բաբաջանյան Սա երկրի գլխավոր բանավեճն է եւ այստեղ Ալիևին ցիտողները ուղղակի պիտի գետինը մտնեն։ Պարոն Թաթոյան, պարոն Կարապետյան, անհարմար է ուղղակի։ Դադարեցրեք Ալիևին ցիտել, որտեվ դուք այստեղ եւ ընդհանրապես ամբողջ քարոզարշավի ընթացքում Ադրբեջանի ձրի Ալիևին ձրի քարոզություն եք անում եւ ադրբեջանական նարատիվներ եք տարածում, դրա համար պետքա ուղղակի ամոթ ապրեք։ Տեսեք չեմ Մի հատ էս հարցին կասեք։ Ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն մեր ներքաղաքական օրակարգը ձևավորում է ռուսամետ ուժերի կողմից Ալիևը։ Ալիևն ասեց, Հաջիևն ասեց, առած Զախարովան էր, Զախարովան ասեց, մենք չունենք մեր հակադարձումը։ Հիմա ես հարց ունեմ։ Պարոն Կարապետյան, ձեզ լսում ենք, մի հարց, համբերեք։ Դուք պետք է ասեք ցանկացածը թե այդ գաղտնի ինֆորմացիան ձեզ որտեղից ով է տրամադրել։ Գաղտնի չի, հրապարակված զեկույց է։ Չէ, այդ մեկն է, այդ մեկը, բայց ընդհանրապես խոսակցությունն էսպես է։ Գալիս է 3000, 4000-ը, որտեղից եք իմանում։ Իմիջիայլոց ես ասեմ, որ ես ձեզից լավ մասնագետ եմ եւ աղբյուրներն ավելի լավ գիտեմ։ Որտեղից դուք գիտեք դրան։ 3000, 4000 դուք Սպանեցիք, բռնաբարեցիք 300,000-ով, չկա այդպեսի բան։ Ֆիքսել եք, Դուք եք պետական հիմնարներին չեք հավատում եք։ Պարոն Կարապետյան, անջատեք պարոն Կարապետյան, ձեր լավ 10 անգամ պարոն Կարապետյան ձայն անջատեք։ Դուք ձայնափող եք տարել օտարին, կամ Բաքու կամ Մոսկվա, եւ վերջ։ Պարոն Կարապետյան, չի լսում, մի գոռաց։ Եկել էստեղ են Պարոն Շիրինյան, խերջ, պարոն Սարգսյան, պարոն Սուրաբյան։ Եվ հետո էստեղ էլի։ Այո։ Թուրքերին Հայաստան եւ Արցախ բերում են ռուսները։ Սա փաստ է եւ Արցախի ռազմաքաղաքական ուժերին էլ նվեր են տվել Ադրբեջանի ռուսները։ Ռուսների բարեկամը ռուսական ազդեցության ուժերն են եւ քանի նման ուժերը ՀՀ ազգային ժողովում են, ՀՀ անկախությունը եւ խաղաղությունը վտանգված է եւ սա իմ ԿՀՀ դիմելու խնդիրը չէ, պարոն վարչապետ։ Շնորհակալություն, պարոն Սուրաբյան։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը եւ իր սատելիտ կուսակցությունները
մեղադրեցին ընդդիմությանը նրա մեջ, որ ընդդիմությունը տարածում է Ալիևի նարատիվները։ Հիմա ես ուզում եմ մեջբերում անեմ հենց Նիկոլ Փաշինյանից, որ իր նարատիվը տանեմ, որտեղ ինքը ասում է. մենք սա տարածի մեջբերում է, մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել եւ ինչպես ենք մենք դա անցալել, ում միջոցով ենք անցալել, ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950-ին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Սա մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Բայց ինչ կապ ուներ։ Ուրեմն ես շատ որտեվ այս նարատիվը ադրբեջանական նարատիվը ցեղասպանության ուրացման ինքը անձամբ Նիկոլ Փաշինյանն է տարածել քաղաքական պրոյեկտի եք մասնակցել։ Դուք Սամվել Կարապետյանին եք ուզում միանայք, իր սատելիտներ, չէ՞։ Այսինքն ինչ եք ստեղ բանանում։ Լավ, վերջ, պարոն Թաթյան, խնդրեմ։ Ուրեմն ես հիմա տամ լուծումները։ Ուրեմն տեսեք, նախ հստակ, այս ադրբեջանցիների բնակեցման հարց չկա, գոյություն չունի, դա զրոյից քաղաքական պատասխանատվությամբ այս կառավարության աճեցրած հարցն է։ Դա ինչքան էլ դուք ժխտեք, ինքը մեկը զարգանում է, որտեղ դուք հավասարացրել եք արցախցիների վերադարձին, հավասարացրել եք ուզում եք փակեք, բայց իրականում այդպես չի։ Արցախցիների վերադարձի հարցը կա, գոյություն ունի այսօր Արդարադատության միջազգային դատանի որոշմամբ, գոյություն ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կոչով, շատ խորհրդարանների ԱԳՆ-ների կոչով, եւ դա Արցախ հայրենիք վերադարձի իրավունք է։ Իսկ ադրբեջանցիները 2021 թվին եվրոպական դատանի որոշում կա, որտեղ ասել է դու այլևս չես կարող գալ այս դատարան վերադարձի հարցերով, որովհետեւ ժամանակը սպառվել է։ Հագայի դատարանն էլ ասել է 24 թվին, ես այն դատարանը չեմ, որտեղ դու կարող ես գալ։ Վերջ։ Այսինքն սա նշանակում է, որ այս թեման մեկ է փակ է, դա մեկ է առաջ է գալիս ու դուք ինչքան ծաղծկեք, փորձեք զիջումների հաշվով, մի րոպե, զիջումների հաշվին սա փակեք, մեկ է, դա չի ստացվում, դուք ակնհայտ տեսնում եք, դուք ընդհանրապես վերքը ծածկում եք, որ ավելի է դժվարանում, իսկ լուծումները ես եմ տալիս։ Մենք սատելիտ կուսակցություններ չունենք։ Երկրորդը, ԱՀԾ զեկույցը հրապարակային փաստաթուղթ է, որ նշում է ռիսկերը։ Այդ ռիսկերի մեջ կարդացել են, չեն հասկացել ինչի մասին է, որ երբ որ խոսում են Սումգայիթ վերադարձի մասին, Բաքվի վերադարձի մասին, Ղարաբաղի վերադարձի մասին, դրանով են շանս ստեղծում, որ այդ նարատիվը, ես կոնկրետ մի րոպե ներողություն եմ, ես կոնկրետ ասում եմ այդ թեման ոնց է փակվել, ես դրա մասին հոդվածներ եմ գրել, ես անկեղծ ասում եմ 500,000 հայերի վերադարձի թեման ընդհանրապես փակվում է եւ դրանով փակվում է բոլոր վերադարձների թեման։ Երբ որ մի թեման բացում են, այդ մի թեմայով այ արտաքին հետախուզության ծառայությունը գրել է հայաստանյան ուժերի մասին, որ մի գնացեք այդ ճանապարհով, որովհետեւ դուք սնում եք այդ օրակարգը Ադրբեջանի ներսում բորբոքելը։ Ինչ վերաբերում է հայոց ցեղասպանությանը, ինչ վերաբերում է հայոց ցեղասպանությանը, հիշում եք ինչ էին ասում, որ հայոց ցեղասպանության հուշահամալիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով քանդում են։ Այդ կուսակցություններից այս շրջանակներից մեկը որևէ մեկը ներողություն խնդրեց, զրպարտիչների ձեր ձայնը չի։ Սա զրպարտիչների մի հավաքածու է, պատերազմի եռագլուխ կուսակցություն, որ ուրեմն ջախջախի խաղաղությունը, որովհետև իրենց փողերը աշխատել են կոնֆլիկտի ժամանակ, կարիերա են արել կոնֆլիկտի ժամանակ եւ կոնֆլիկտի շնորհիվ եւ իրենք գոյություն ունեն միայն կոնֆլիկտի պայմաններում։ Երբ որ խաղաղություն կա, այս բոլոր ուժերը ընդհանրապես որևէ բան չունեն անելու Հայաստանի քաղաքական։ Նարեկ Կարապետյան, հետո Էդմոն Մարուքյան, խնդրեմ։ Այս ուժը Հայաստանի վերակառուցում անող ուժն է, այստեղ գրված է արտաքին հետախուզության ծառայության հաշվետվության մեջ գրված է, որ դա Ադրբեջանի նոր գաղափարախոսությունն է լինելու եւ մեծ վտանգ է դա ներկայացնում։ Երկրորդ բանը 1950 թվականից ասում ենք ինչու է ցեղասպանությունը առաջնահերթ դարձել Հայաստանում։ Ես ձեզ բան եմ ուզում ասեմ, Հայաստանում 1950 թվականից չի առաջնահերթ դարձել այն ընտանիքները, արևմտահայերի, ովքեր այստեղ են տեղափոխվել, մեր ընտանիքը, 100,000-ավոր ընտանիքներ, ովքեր արևմտյան Հայաստանից այստեղ են տեղափոխվել, մշտական ցեղասպանության մասին ամեն օր տանը քննարկել է, դա մեր ժողովրդի ընդհանուր ցավն է, դա քաղաքական ելույթների հիմք չէ, հայոց ցեղասպանությունը ազգի ընդհանուր ցավն է, ոչ թե ինչ-որ քաղաքական ուժերի տարբեր քամիների շեղվելու օրակարգ։
Խեղաթյուրվեց այստեղ մի բան, Փաշինյանը ասում է, որ Սումգայիթի հարցը բանա։ Ինքն ասել է, որ մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը չենք ուզում, որ նրանք էլ չուզենան ադրբեջանցիների վերադարձը։ Այդ այն դեպքում, որ Հայաստանից գնացածների եւ Ադրբեջանից գնացածների հարցն է հավասար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հարցը առանձին է դրանից։ Բայց անգամ եթե իր ասածով է, մեկը ինքը չի ուզում, բայց նրանք այնտեղ այդ հարցը եփում են։ Ես ասում եմ, դու միակողմանի հարցը փակել ես, իրանք չեն փակում։ Մեր ասածը սա է։ Ինքն ասում է փակել են, փակել։ Հասկացա։ Բա ինչ կոնֆերանս են անում, բա ինչ են խոսում, ինչ են Պատասխանեք, պարոն Փաշինյան։ Հաջիևով բանով։ Լսենք, Ես այդ եմ ասում։ Կես րոպե ունենք։ Ասածս բանը։ Ակնհայտ է, որ երիտասարդը չի հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Այդ բոլոր հարցերի համար էին մանկապարտեզներից հոսանքներ գողանում, զորամասերից հոսանքներ գողանում։ Այս մարդիկ չեն հասկանում, չեն տիրապետում այս մարդիկ նյութին։ Այս մարդիկ հազար ներողությունից չեն վիրավորում, բայց սովորական իմացության խնդիր ունեն։ Արտաքին հետախուզական ծառայությունն նախ հրապարակային փաստաթուղթ է, եւ մենք դա ահազանգում ենք եւ տալիս ենք լուծումները, այդ հարցը փակված է, այդ զեկույցը արդեն փակված է, չկա գոյություն։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, չի եղել չկա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգում, չի եղել, չկա եւ չի լինելու այդպիսի հարց։ Այդ հարցին շանս տալու միակ ձևը այս մարդկանց վերադարձի իրավունքի Վերջ։ Հիմա հարցի իրավունքն չէ։ Հարցի իրավունքն է ազգային ժողովրդավարական բևեռ համայնքական կուսակցություն Գևորգ Կարապետյան, պարոն Կարապետյան, ում եք ուղղում ձեր հարցը։ Ես հարց չեմ տա, որպեսզի մոնոլոգի չվերածվի։ Շնորհակալություն, հարցը հիմա։ Չէ, սպասեք, ես իմ ժամանակ օգտագործում եմ։ Հարց պետք է տակ, ժամանակ չեք օգտագործում։ Դե 30 վայրկյան